Սյունուկ, դեյ, պապան, կրկես? Սան։ Կալանավորված Տիգրան Գալստյանի երեխաներն են։ Ավելի քան 80 օր է հայրիկին չեն տեսել։ Սան։ Միայն հեռախոսազանգով են հասցնում հաշված վայրկյաններ ձայնը լսել եւ դատավարության ուղիղ հեռարձակումների ժամանակ տեսնել կադրերով։ Մինչ Տիգրանի կալանավորումն ընտանիքն առանց նրա առավելագույնը 1 շաբաթ էր անցկացրել։ Կինը Մանեն պատմում է, որ 17 տարվա ընթացքում առաջին անգամ իրարից հեռու ապրել են 6 օր, որդուն մրցույթի տանելու համար։ Ավագ աղջիկն էլ Էմման 7-օրյա ճամբարն է հիշում, որ ընտանիքից հեռու էր անցկացրել։ Հիմա ամիսներ է ստիպված են առանց Տիգրանի ապրել։ Ես ամեն օր աղոթում եմ, որ մի օր քիչ ձգվի։ Ես գաղափար չունեմ, ինչքան կորոշեմ պահել։ Բացակայում են ընտանեկան զբոսանքները, միասին թեյելը, զրուցելն ու այն ամբողջացնողը՝ հայրը։ Բայց Էմման ուզում է տունն այնպես պահեն, ինչպես թողել ու հիմա պատկերացնում է Տիգրանը։ Սովորեն, օգնեն մայրիկին ու համբերատար սպասեն նրան։ Այդ ամենից շեղող մի միտք աղջկան հանգիստ չի թողում։ Ուզում եմ հասկանամ ինչի համար են այսպես անում։ Առհասարակ այս հարցը քնելուց իմ հետ, արթնանալուց իմ հետ շատ հաճախ դասից շեղվում եմ, այդ հարցն եմ ինքս ինձ տալիս, երբ են թողելու, ինչի համար եմ պահում։ Իսկ երբ հայրիկը տուն կգա։ Մանեին հաճախ տրվող հարցն է։ Շուտով չի ուշանում պատասխանը։ Այդ շուտովից օրեր, շաբաթներ ու ամիսներ են անցել։ Տիգրանն արմավիր քրեակատարողական հիմնարկում է։ Կալանավորման սկզբնական շրջանում նրան տեսակցելն արգելված էր։ Հիմա ընտանիքը կարող է տեսակցել նրան, բայց Տիգրանը թույլ չի տալիս։ Աղջիկները մորը ոգևորելու համար հարցնում են. «Կուզես հայրիկին համոզենք, գոնե դու գնաս տեսակցելու»։ Բայց ընտանիքով որոշել են։ Հակոբը ընտանիքի տղամարդն ու որդին է գնալու կալանավայր։ Եկել ենք համաձայնության, որ մի օր կգնան միասին կգնան տեսակցության, դեռ չի գնացել իհարկե, դե հիմա չգիտեմ, դա էստականորեն ձգձգվում է այդ օրերը, թե ինչ, բայց եթե Հակոբը մեր տղան կգնա։ Այդ հանդիպումից խուսափում են երկու կողմերն էլ։ Տիգրանին ձերբակալել են հունիսի 25-ին։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել են տունն ու միանգամից ձերբակալել նրան։ Նա Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ աջակիցների գործով է դատվում ահաբեկչություն իրականացնելու հոդվածով։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի պնդմամբ նրանք քաղաքական բռնաճնշումների են ենթարկվում։ Տիգրանին ձերբակալելու նախորդ օրն են հիշում Մանեն ու երեխաները։ Համ հասցրեցինք սրճարան մտնենք, համ ման գանք։ Համ դաժե հիշում եմ կոֆեհաուսից քեզ բան վերցրեցինք։ Ու երեխու ու 10-ին էլ արդեն տունն էինք։ Այդ օրը սովորականից շատ քայլեցինք, ասում է Էման։ Հələ դեռ չէինք հասել Տիգրանին, նկարեցի ուղարկեցի, ասացի երջանկություններ ոնց է լինում։ Ցես 4-ով ոնց որ ես հետևներից նկարում էի, գնում ենք դեպի իրան։ Ինքը մեզ ոնց որ սպասում էր։ Գնում ենք դեպի իրան, նկարեցի ուղարկեցի, ասի նայել երջանկությունը ոնց է, հոպոզով փոչով չի լինում, ծիծաղալով։ Ես նկարեցի ուղարկեցի։ Հաջորդ օրը Ճաղերը ժամանակավոր բաժանել են Գալստյանների ընտանիքը։ Ազատության ու կալանավորման մեջ ապրող ընտանիքին նորից միասին լինելու սպասումն է միավորում։ Հավատը արդարությունը վերականգնելու նկատմամբ։ Ուղղակի այդ ընթացքում Սյունեն նոր բառեր է սովորում, փորձում ինքնուրույն քայլել։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։